Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ եւ այսպես Հայաստանի առաջին հանրապետության արթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրապետությանը անվտանգության երաշխավորներ այլևս պետք չեն, որովհետեւ Հայաստանի անվտանգության երաշխավորը կարող է լինել հենց ինքը։ Բնականաբար դրա համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ։ Իհարկե տեսականորեն Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որովհետև եթե չկա խնդիր, բնականաբար չի լինում նաև հարձակման ենթարկվելու վտանգ, չի լինում նաև անհրաժեշտություն, չի լինում նաև ունենալու անվտանգության երաշխավորներ։ Այո, տեսականորեն նա ճիշտ է, սակայն այլ բան է տեսությունը, այլ բան իրականությունը, ու երբ քաղաքականության մեջ կտրվում ես իրականությունից, դա հավասարազոր է լինում ինքնասպանության։ Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ինքնասպան լինել։ Այն պնդումը, որ արտաքին ուժերի վրա հենվելը հուսալի չէ, բնականաբար ուղղված են Ռուսաստանին եւ ակնարկ է նաեւ Ռուսաստանի հետ դաշնակցային, այդ թվում ռազմական համագործակցությունը խզելու։ Սակայն եկեք փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունն այն գերտերությունը չէ, այնքան ինքնաբավություն չունի նաեւ ռազմական, տնտեսական առումով, որպեսզի կարողանա ինքն իր երաշխավորը լինել։ Նման բան ունակ չեն անելու նույնիսկ եվրոպական երկրները։ Նույնիսկ Եվրոպան ունակ չէ ապահովել իր անվտանգությունը։ Հետևաբար, երբ որ Հայաստանի, իդեպ շեշտեմ նաև, որ դա ակնարկ էր նաև նախկինում արված իր այն հայտարարություններին, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու հապկից։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա այդ անվտանգային համակարգից, նրան անհրաժեշտ է լինելու մեկ այլ անվտանգային համակարգ, սակայն բոլորի համար պարզ է, որ նման մեկ այլ անվտանգային համակարգ բացի ՆԱՏՕ-ից գոյություն չունի։ Քաղաքական մեծ հասունություն պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնալու։ Առավել ևս փաստենք, որ ՆԱՏՕ-ն ինքը կորցրել է իր առաջվա ազդեցությունը եւ այս վերջերս հաճախ լինում են ուղիղ հայտարարություններ ՆԱՏՕ-ի կողմից, որ այդ ալյանսը այլևս իզորու չէ պաշտպանել իր բոլոր դաշնակիցների անվտանգությունը։ Հետևաբար, ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը կամ ովքեր են լինելու, որոնք երաշխավորելու են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ակնհայտ է, որ երբ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է անում, որ անվտանգության երաշխավորը Հայաստանը ինքն իր անվտանգության երաշխավորը կլինի միայն այն դեպքում, երբ կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ, նկատի ունի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այլ խոսքով Նիկոլ Փաշինյանի համոզմամբ հենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է լինեն Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորները։ Էլի եմ ուզում շեշտել, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը շատ դրական, շատ պոզիտիվ ձգտում է, սակայն այն դեպքում, եթե այդ նույն հարևանները ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, իրականությունը ապացուցում է, որ թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան նման ցանկություն չունեն։ Նրանք ունեն գեթ մեկ ձգտում՝ պարտադրել իրենց բոլոր պահանջները Հայաստանին եւ Հայաստանի կողմից դրանք ընդունվելուց հետո միայն Նիկոլ Փաշինյանը կստանա, այսպես ասած, չակերտավոր հարաբերությունների կարգավորում հարևան երկրների հետ։ Այսինքն Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են նրան, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն բացառապես Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի արդյունքում, Հայաստանի կողմից տարածքային
մեծաքանակ զիջումների արդյունքում ադրբեջանցիների կողմից Հայաստանում բնակություն հաստատելու արդյունքում եւ միայն այն դեպքում, երբ Հայաստանը լիովին ենթարկվի թուրք-ադրբեջանական գերիշխանությանը, վերջնականապես փշլվի Հայաստանի Հանրապետության ողնաշարը եւ միայն այդ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե կդառնան Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, այլ ընդամենը կխոստանան, որ հայերին չեն մորթի իրենց սեփական երկրում։ Իսկ Թուրքի խոստմանը հավատալը նույնն է, ինչ մարդ գլուխը կամովին դնի յաթաղանի տակ։ Իդեպ ավելացնենք, որ այդ իր նույն ուղերձում Նիկոլ Փաշինյանը թե Թուրքիային, թե Ադրբեջանին խոստացավ նրանց պահանջածը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը արդեն հասել է իր երազանքին, այն է ունի արդեն 29743 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն։ Նախ Ադրբեջանը չի ընդունում այդ 29700 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը, նա ունի տարածքային հստակ նկրտումներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց սա թողնենք մի կողմ։ Նիկոլ Փաշինյանը իր այդ հայտարարությամբ ուղղակի հայ ժողովրդին փորձում է Ալիևի մոտ ներկայացնել այնպես խղճուկ ու ողորմելի, ինչպես ինքն է։ Այն է երազանքներից, իղձերից, ազգային նկարագրից, ազգային ձգտումներից, ազգային արժանապատվությունից զուրկ ընդամենը մի սպառող զանգված։ Եվ մշտապես նա իր այդ ուղերձները, խոսքը, ասելիքը ավարտում է այստեղ հաց, այստեղ կաց անասնական ձևակերպմամբ։ Նիկոլ Փաշինյանը իր այդ ուղերձով թե Էրդողանին, թե Ալիևին հստակ ուզում է հասկացնել, որ մեզ համար փակ է Արցախի հարցը, որ այլևս երբևէ հայերը Արցախը չեն դիտարկելու որպես իրենց հայրենիքի մի մաս։ Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ ցեղասպանության հարցը մեզ համար փակ է, առհասարակ այնինչ վերաբերվում է Հայաստանի հայերի պատմական անցյալին, այդ ամենը մեզ փակ է։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ուզում է փակել մեր հայերիս, Հայաստանի, հայոց աշխարհի պատմությունը, այլ նաև մեզ ուզում է զրկել ապագայից։ Ահա Նիկոլ Փաշինյանի ուղերձի այդ հատվածները խիստ շահկապված են։ Խիստ շահկապված են ու խիստ տրամաբանորեն նա տանում է հետևյալ քաղաքական գիծը, որ մենք հրաժարվում ենք այն ամենից, ինչը որ կարող է ձեզ անհանգստություն պատճառել։ Մենք պատրաստ ենք կատարել ձեր բոլոր պահանջները, ձեր բոլոր թելադրանքները եւ միայն խնդրում ենք եղեք մեր անվտանգության երաշխավորը։ Սա է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով հայտարարում է, որը ցավոք, որի ողբերգականությունը մենք ցավոք չենք ուզում ամբողջությամբ, ամբողջ խորությամբ ընդունել, որովհետև եթե մենք ամբողջ խորությամբ ընդունենք Փաշինյանի այդ զարհուրելի քաղաքականության հետևանքները, գիտակցենք ամբողջովին, թե մեզ ինչ է սպասվելու, եթե Աստված մի արասե Նիկոլ Փաշինյանին հաջողվի իր քաղաքականությունը տանել հանգուցալուծման, ապա մենք օր առաջ չենք հանդուրժի Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը վարչապետի պաշտոնին։ Այսօր նժարի վրա դրված է երկու հարց. կամ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը վարչապետի պաշտոնին, կամ հայ ժողովրդի գոյությունը։ Մենք պետք է ընտրություն կատարենք այս երկուսի մեջ։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետություն պարզապես գոյություն չունենա։ Միֆ է այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է, հետևաբար նրա ինքնիշխանությանը ոչինչ չի կարող սպառնալ։ Այդ մոտեցումը դատարկաբանություն է։ Նախ ՄԱԿ-ին այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, երկրորդը 21-րդ դարում մենք բազմիցս ենք ականատես լինում տարբեր պետությունների կազմաքանդմանն ու կազմալուծմանը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։
Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։